Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այն սահմանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ ունենալով պահպանել ու զարգացնել աշխարհի լեզվական բազմազանությունը։ Օրվա շրջանակում Գյումրիում Ռամկավար ազատական կուսակցությունը կազմակերպել էր միջոցառում նվիրված հայոց լեզվի պահպանմանն ու զարգացմանը։ Միջոցառման ընթացքում պարգևատրվեցին նրանք, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են մայրենի լեզվի անաղարտ պահպանմանը եւ տարածմանը։ Մայրենի լեզուն մաքուր եւ անաղարտ պահելու, գրական հայերենը մասնագիտական գործունեության մեջ պահպանելու համար պարգևատրվեց Ցայք հեռուստաընկերության լրագրող Աստղիկ Խաչատրյանը։ Մեծ պատիվ է այսօր արժանանալ այս գնահատականին եւ նաեւ պատասխանատվության ավելացում է։ Այո, մայրենի լեզուն եւ մեր գրական հայերենն է եւ այն բարբառներն են, որոնք նաեւ մշակույթ են կերտում, մեր ազգային դիմագիծն են կերտում եւ նաեւ կրոնի հավատի հետ միասին պահպանում են մեր ազգային ինքնությունը։ Պարգևներ հանձնեցին նաեւ հոգեվորականների, գրականագետների, հայոց լեզվի ուսուցիչների եւ մշակույթի ոլորտի այլ ներկայացուցիչների։ Մոլորակի վրա եղել են շատ ժողովուրդներ, որոնք ապրել են, գոյատևել են, բայց իրենց լեզուն մեռել է։ Իսկ մեզ մոտ մեր հայերենը ընդհակառակը եղել է ժողովրդի գոյության առհավատյան գրավականը։ Շատ կարևոր հատկապես Սփյուռքի համար, որովհետև մայրենին շատ ավելի պինդ մենք պետք է պահենք Սփյուռքում։ Եվ կապված այս տոնի հետ ամեն տարի 2022 թվականից շնորհակալագրեր ենք հանձնում։ Այս տարի նույնպես 11 հոգու նախատեսել ենք, մեր հանրապետական վարչությունն է հանձնում շնորհակալագրերը Ռամկավար ազատական կուսակցության հայ ազգի համար։ Կարևորը ազգային ինքնության պահպանությունը եւ պաշտպանությունն է եւ հայոց լեզվի պահպանություն եւ պաշտպանություն, ինչպես նաեւ հայոց պատմության, հայոց մշակույթի։ Միջոցառման մասնակիցների խոսքով լեզուն ազգային ինքնության կարևորագույն հիմքն է։ Ներկաներից յուրաքանչյուրի միտքը մեկն էր՝ պահպանել հայերենը մաքուր, անաղարտ եւ սերունդներին փոխանցել այն նույն պատասխանատվությամբ, որով ստացել ենք նախորդներից։ Մայրենի լեզվի միջազգային օրը եւս մեկ անգամ ընդգծում է՝ հայերենը պահպանելը ոչ միայն մասնագիտական, այլև համազգային պարտավորություն է։ Սյուզաննա Խառատյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրիելյան այսօր։